Գոմեշն ու թմբուկը, իտալական հեքիաթ։ Մի անգամ երկու մտերիմ ընկերներ հանդիպեցին իրար։ Մտան մի պանդոկ և նստելով փոքրիկ սեղանի մոտ մեկական բաժակ գինի պատվիրեցին։ Ասաց առաջինը, վաղուց է, որ մենք իրար հետ չենք հանդիպել։ Այդ ընթացքում ես Նեապոլ էի գնացել։ Ճանապարհին այնքան բան տեսա, որ դադարեցի ամեն ինչի վրա զարմանալ, բայց և այնպես մի անգամ զարմացա։ Ճանապարհով գնացի, մեկ էլ մի թմբուկ տեսա։ Շատ մեծ թմբուկ էր։ 3 օրում հազիվ կարողացա դրա շուրջը պտտվել։ Թմբուկի վրա մի գյուղ կար։ Երբ գյուղի բնակիչները իրենց անասուններին քշում էին արոտի, կովերի պճեղները այնպիսի դրմփոց էին բարձրացնում, որ 500 մղոնից լսելի էր այդ դմդմփոցը։ Պատահում է, պատասխանեց երկրորդը հորանջելով։ Ես էլ եմ ինչ-որ բաներ տեսել։ Դու գիտես, որ ես իսկական որսորդ եմ։ Այնքան որս արեցի, որ հաշվել հնարավոր չէ։ Մի անգամ այնպես պատահեց, որ մի գոմեշ խփեցի։ Այ թե գոմեշ էր, հա։ Առջևի պճեղներով կառչել էր մի սարի գագաթից, իսկ ետևիններով նստել մեկ ուրիշ սարի գագաթին։ Խոտի փոխարեն այդ գոմեշը դարավոր ծառեր էր ուտում, ճյուղերի ու արմատների հետ միասին։ Դե լավ է, հուզվեց առաջինը, դու դա արդեն փչում ես, այդպիսի գոմեշ չի լինի։ Ինչպես թե չի լինի։ Այն թմբուկը, որի մասին դու հենց նոր պատմեցիր, պատրաստված էր հենց այդ գոմեշի կաշվից։ Սուտասանը ստիպված էր շուրթունքը կծել։